Գորաշքն ամեն օր ուղերձների շարք։ Հավատացյալի քաջությունը։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության» գրքից անվանումը։ Մեր հերթական ուղերձի դասը Դանիելի 3 ընկերների հետ պատահած պատմությունից է։ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հաջողված կառավարիչներ էին Նաբուգոդոնոսոր թագավորի արքունիքում, և շատ մարդիկ կային նրանց շրջապատում, որ նախանձում ու ատում էին նրանց։ Սիրելի՛ բարեկամ, Դանիելի մարգարեության 3-րդ գլխում նկարագրվում է, որ Նաբուգոդոնոսոր թագավորը մի մեծ ոսկե արձան շինեց և հրամայեց, որ արձանի նավակատիքի տոնակատարության ժամանակ բոլոր ներկաները ընկնեն գետնին ու երկրպագեն իր կանգնեցրած արձանին։ Հրամանն անտեսելու պատիժը կրակով բորբոքված հնոցի մեջ գցվելը պետք է լիներ։ Չարախոս ու նախանձ մարդիկ անմիջապես շտապեցին թագավորի մոտ և մատնեցին Դանիելի 3 ընկերներին, որոնք երկրպագություն չէին արել արձանին։ Հետաքրքիր է տեսնել թագավորի արձագանքը իր 3 կառավարիչների այս անհնազանդությանը։ Նա անունով ճանաչում էր նրանց և ամեն բան անում էր, որ մահապատժի չենթարկվեն իրեն և իր թագավորությանը լավագույնս ծառայող այդ 3 կառավարիչները։ Նաբուգոդոնոսորը նրանց հարցրեց և ասաց. «Միտումնավոր է, ով Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, դուք ինչո՞ւ չեք պաշտում իմ աստվածներին և իմ կանգնեցրած արձանին երկրպագություն չեք անում։ Արդ եթե պատրաստ եք, ապա երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վայր ընկեք և երկրպագություն արեք իմ շինած արձանին, իսկ եթե երկրպագություն չանեք, իսկույն կգցվեք կրակով բորբոքված հնոցի մեջ, և ո՞ր աստվածն է, որ ձեզ պիտի ազատի իմ ձեռքից»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Դանիելի 3 ընկերների հավատքն առ Աստված և համոզմունքը Տեր Աստծու փոխանցած սկզբունքների ու արժեքների հանդեպ այնքան ամուր ու խորն էին, որ նրանց միաբան պատասխանը անգամ աղոթքի ու մտորումների առիթ չտվեց։ Փոխզիջումն անհնար էր։ Կռապաշտությունը տեղ չուներ և չէր կարող տեղ ունենալ նրանց կյանքում, և նրանց պատասխանը միանշանակ էր։ «Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին թագավորին և ասացին. «Այս բանի մասին հարկ չկա քեզ պատասխան տալու, ո՛վ Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից։ Քո ձեռքից ևս, ո՛վ թագավոր, Նա կազատի մեզ։ Իսկ եթե ոչ, ապա իմացիր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու»։ Որտեղի՞ց մահվան աչքերին ուղիղ նայող այս 3 մարդկանց այդքան քաջություն։ Հիշենք Դանիելի մարգարեության 1 գլխում նկարագրվող պատմությունը։ Դանիելը և նրա 3 ընկերները պատանի տարիքից մի որակ ունեին իրենց սրտում, որը նրանցից վանում էր ցանկացած վախ ու տագնապ։ Նրանք աստվածավախ էին։ Աստվածավախ մարդիկ չեն վախենում մարդկային ճնշումներից։ Աստվածավախ մարդիկ ունակ չեն Աստծուն դավաճանելու անգամ մահվան սպառնալիքի ներքո։ Աստվածավախ մարդիկ հավատում են հավիտենական կյանքին և հավատում են դավաճանության դեպքում հավիտենական կյանքի պարգևից զրկվելու իրողությանը։ Աստվածավախ մարդիկ երբե՛ք չեն համաձայնվում դավաճանության համար սատանայի առաջարկած գնին և հավատարիմ են մնում Աստծուն մինչ ի մահ։ Աստվածավախ մարդկանց քաջության աղբյուրը Տեր Աստծու ներկայության հանդեպ անսասան հավատքն է։ Հեսուի գրքի 1 խոսքում կարդում ենք. «Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։ Աստվածավախությունը հավատացյալին ազատում է ցանկացած վախից ու տագնապներից։ Աստվածավախությունը Աստծուն հավատացող մարդկանց դարձնում է սկզբունքային և նվիրված։ Աստվածավախության բացակայությունը Աստծու կամքին հնազանդվելը դարձնում է ընտրովի։ Երբ շահ կամ վտանգ կա, կարելի է գնալ փոխզիջումների, իսկ երբ չկա, կարելի է նաև հնազանդվել Աստծու կամքին ու Նրա պատվիրաններին։ «Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ ավելի վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։
Թող մեր աղոթքն առ Աստված այսօր լինի այն, որ զարգացնենք մեր հոգևոր կյանքում Տեր Աստծու ներկայության հավատքից բխող աստվածավախության կարևորագույն որակը և մեր կյանքից հեռացնենք բոլոր վախերը, տագնապներն ու անհանգստությունները։ Քրիստոսին ընդունած մարդկանց կյանքում Աստված է տիրում, և ոչ մի վախ տեղ չպետք է ունենա մեր կյանքերում։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։